Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայ ազգային կոնգրեսի համագումարում ներկայացրել է ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել այս պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ինքն ու գլխավորած կուսակցությունը որևէ կապ չունեն։ Առաջին նախագահն այսօր հրապարակած հոդվածում մանրամասնել է, որ մադրիդյան, կազանյան, լավրովյան կոչված տարբերակն ըստ էության ոչնչով չի տարբերվում իր պաշտոնավարման օրոք 1997 թվականի փուլային տարբերակից ու ներկայացրել դրա հիմնական հաջորդական քայլերը։ Առաջին փուլում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնելու Ղարաբաղի հսկողության տակ գտնվող 7 շրջաններից 5-ը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի։ Ապա Ղարաբաղը ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվելու են խաղաղարար ուժեր։ Տեր-Պետրոսյանը սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ զորքերի մասին է խոսքը։ Երրորդ փուլում ըստ առաջին նախագահի հռչակվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը, այնուհետև վերացվելու են Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվելու են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը, հավանաբար նաեւ Թուրքիան, շեշտում է Տեր-Պետրոսյանը, կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները։ Հետո նոր միայն սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը։ Վերջին փուլում Տեր-Պետրոսյանն ասում է, ըստ այժմ բանակցվող տարբերակի Ադրբեջանին են վերադարձվելու մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։ Իլուր կայքում հրապարակած հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին 1 տարում Հայաստանի իշխանությունները Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Հետևաբար ստացվում է, որ փողզիջումը եւ տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ եւ դատապետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը, գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը ամփոփելով։ Ահա թե ինչ է նշանակում հայտնվել ծիծաղելի, եթե չասենք ողորմելի վիճակում։ Միաժամանակ, սակայն, առաջին նախագահը վերահաստատում է, որ Հայ ազգային կոնգրեսը կողմ է այս ծրագրի անհապաղ կյանքի կոչմանը, չնայած, ինչպես Տեր-Պետրոսյանն է բնորոշում, այն չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները։ Ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, իսկ հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը, այսօր հրապարակած հոդվածում կրկնել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմադիր առաջնորդը արձագանքել է քննադատություններին իր Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է արտահայտության շուրջ։ Ի տարբերություն Ռուսաստանի, ասում է Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղի հարցը երբեք արևմուտքի համար առաջնահերթություն չի եղել։ Պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ արևմուտքը չի արել։ Փոխարենը առաջին նախագահը հիշեցնում է, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջև թե 1994, թե 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջև համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում, ի տարբերություն արևմուտքի։ Ռուսաստանը չի կարող սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, թեման փակում է առաջին նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, շատերին զայրացրել է, որ ինքն Իլհամ Ալիևին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ է համարել։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը, հակադարձում է առաջին նախագահն ու բացատրում։ Հասարակ անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները։ Ադրբեջանի նախագահին տված իր գնահատականը մեկնաբանում է Տեր-Պետրոսյանը, հասկացնելով, որ ռացիոնալ մտածողություն ասելով ընդամենը նկատի է ունեցել իրականությունը ճիշտ գնահատելու եւ երևույթների պատճառահետևանքային կապն ընկալելու ունակությունը։ Իշխող Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ տարակուսանք էին հայտնել Տեր-Պետրոսյանի ելույթի համար ընտրված ժամանակահատվածի կապակցությամբ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մասնավորապես հարց էր ուղղել. Արդյոք
պատեհ պահն է ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի կարող է իրեն թույլ տալ։ Արդյոք պահն է, այսպես ասած, հարսանիքից առաջ որոշել թոռան անունը։ Հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը գոյություն չունի, այսօրվա հոդվածում պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարելու մի բան էլ մեզանից դժգոհում են Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մասին, ասում է առաջին նախագահը։ Այդուհանդերձ հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի անդրադառնում փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի խոսքերին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային միայն մեկ տարբերակ գոյություն ունի, այն է Ադրբեջանն ինքը պիտի վերադարձնի դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի տարածքները, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դիմի Ստեփանակերտին միջպետական սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։